Յուրաքանչյուր տարի գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է հանրապետության տարբեր մարզերի խաղողագործների հետ, ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում լսում նրանց մտահոգող խնդիրներն ու դրանցից շատերին լուծումներ տալիս հենց տեղում։ Ուշադրության կենտրոնում հերթական անգամ Արմավիրի մարզի խաղողագործներն են։ Նրանց հետ զրույցն ինչպես միշտ ջերմ է ու սրտաբուխ, անկեղծանում են Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը կարոտով ու անհամբերությամբ էին սպասում։ Ուրախանում ենք, ասում ենք հալալա Ծառուկյանից, որ ժողովրդին նայում է, ամեն ասած խոսքը, ես հիացած եմ, ասում եմ, միակ մարդն է, ես հայ ժողովրդի մեջ, միակ մարդն է, որ ժողովրդին տերակայնեմ, հալալա քեզի կերաս կատին, մալադես։ Ողջունելով արմավիրցիներին Գագիկ Ծառուկյանը նշում է, որ եկել է անձամբ հետաքրքրվելու նրանց խնդիրներով ու տեղեկացնելու, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ գյուղացիները պարարտանյութերի ու դեղորայքի պակաս չեն զգա։ Դրանք կհատկացվեն ինքնարժեքով, գումարն էլ մարելու հնարավորություն կընձեռնվի բերքահավաքից հետո։ Այսօր եկել եմ ստեղ, ձեզ տեսնելու, ողջունելու, ասելու, որ ինչ որ մենք ասել ենք, գիտեք, սկսած ձեր կարգտակայաններից, սկսած դեղորայքից, որը դա ինչքան Ծառուկյանը կա, իմացեք, որ իր խոսքը դա գործ է, մի բան դուք լավ իմացեք, քանի տարի մենք արդեն իրար հետ շփվում ենք, ինչ որ ես ասում եմ, այն եմ ասում, ինչ որ ես կարող եմ անել։ Մենք այսօր համապատասխան գործընկերներ ենք, իրար հետ աշխատում ենք, ինչ որ մենք ասել ենք, որ ամեն տարնան գարնան ինչ որ ձեզ անհրաժեշտ, դեղորայք, պարարտանյութ հարկավոր է, մենք գարնանը ձեզ բաժանում ենք, որ աշտանել կարողանաք բերք հավաքել, բերել հանձնել, ինչ որ ասենք թե այդ գումարի չափսով ինքնարժեքով ենք տալիս, ոչ տոկոսներով, այլ միայն մարդկային որպես գործընկեր քայլ ենք կատարում, որ դուք էլ կարողանաք ձեր աշխատածը աշտանը հանձնել, ոչ թե միայն կարողանաք բանկի տոկոսները փակել։ Ես իհարկե բոլորը տեղյակ եմ, որ համապատասխան այսօր տոկոսները ոչ թե 2-ից 6% է, այսօր ցումա 16-ից մինչև 26%, ճիշտ է թե ոչ։ Հիմա քանի որ մասը այստեղ տոկոսի տակ ժողովրդի, որ վարկա վերցրել։ Դե դրա համար ես ուզում եմ քայլ կատարել, որ ոչ թե ձեր աշխատանքը նորից գնա բանկերին, այլ ինքնին ձեր աշխատանքի արդյունքը դուք կարողանաք աշտանը վերցնեք, տանեք ձեր հոգսերը օրքակ, ձեր ընտանիքը պահեք։ Օրվա ապրուստը դժվարությամբ վաստակող գյուղացիներին բարի լուրն անտարբեր չի թողնում։ Ասում են այսօրվանից հանգիստ խղճով կարող են մշակել իրենց հողն ու վստահ լինել։ Տարվա չարչարանքը ջուրը չի ընկնի։ Փոխարենը հայրենի կառավարությունից են դժգոհ։ Որոշումը, որ գյուղացում պարարտանյութ ու դեղամիջոց կհատկացվի նախապես եւ կանխիկ վճարելու դիմաց ըստ նրանց զավեշտալի է։ Ինչպես վճարեն, եթե դեռ չեն հաղթահարել ոչ աղետալի կարկուտի հետևանքները, ոչ էլ բանկերից ճարահատյալ վերցրած գումարի տոկոսները։ Տոկոսները սաղ ծմեր փրծին մեր վրեն։ Ինչ ունենք, այդ խոզերն է ծախինք տվինք իրանցը։ Հիմա 3 ամիս ունենք օրել, ենք առևտուր, նորից տոկոսը պահանջում են։ Այդ հասած տոկոսները որ մինչև մը ճռռում ենք տակը, չեն կարում դուրս գանք։ Հիմա էլ պարադանտացման նախ փողով։ Ես չունեմ որ առեմ, ինչ անեմ, այդ հողը բրախենք թե թողենք ետանք ստեղից։ Նորից եմ ասում, հիմնական պետք է նայվի այդ տոկոսաչափը։ Աշխարհում ասում եմ 2-ից 6% է։ Իսկ Հայաստանում ստումա 16-ից 26%։ Ձեր աշխատածը, ձեր ստեղծածը մենակ տոկոս փակելուն չի երիկ։ Դրա համար էլ ես կառավարությանը չեն վստահում, խափում են լրիվ ամեն անգամ։ Կառավարություն չկա, լրիվ խափում են Ծառուկյան։ Ասում եմ դու ինչ մնեմ ժողովրդի մատից փուշաներ ես։ Ծառուկյան գագոն ամեն ինչ անում է, փոխանակ Ծառուկյան գագոին տնեն կլխներին մանտան, հələ կայները նախանձում են, արաբա կարելի է։ Կարևորը դուքները տեղը պահեք, համբերություն, ամեն ինչ լավ է լինելու։ Պետք է մենք կարողանանք միասնական ամեն ոլորտից, սկսած գյուղացի, քաղաքացի, արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, թոշակառու, ուսանող, որ բոլորին պետք է պայմաններ հնարավորություն տրվի, որ մարդիկ կարողանան աշխատեն ապրեն։ Ուրեմն կառավարությունը գյուղացիներին ինքնարժեքով ազոտական պարարտանյութ դիզվառելիք է տալիս 5 ամիս առաջ գումար է պահանջում։ Այդ դիզվառելիքն ու պարարտանյութը գյուղացու վրա նստում է շուկայականից թանկ։ Նախ օրոք փող են ուզում։ Այսօր գյուղացու գրպանը դատարկ է։ Հերթացող կնեք, արայիկ, ուրեմն հարցը բարձրացնեք, որ ամբողջ մարզի ժողովուրդը, բոլոր գյուղացիները հարցը բարձրացնեն։ Ժողովրդի պահանջն է, որ տրամադրեն համապատասխան մարդիկ էլ աշնանա, երբ որ բերք ստանան, վաճառեն, գումարը տանեն փակեն։ Հիմա կառավարությունը սայլարկի հետո ազոտի փողը հավաքի։ Միջև հիմա կանանային աշխատանքը բոլոր սկսվել է։ Այգեգործությունը լավ գիտեք, հիմա վարելա պետք, պարադացումա պետք, ամեն ինչ պետք է։ Ուր է։
Ուրա ցույց տվեք։ Գումարները տվել են ուրա։ Գյուղապետին եմ տվել, ում եմ տվել։ Գյուղապետին ասել եմ տվել եմ ուրա։ Ուրեմն այդ հարցը անպայման չորեքշաբթի նույնպես կբարձրացնենք, թող պատասխան տան։ Ուրիշի սխալների համար ժողովուրդը չպետք է տուժի, շեշտում է Գագիկ Ծառուկյանը, հորդորելով չընկճվել ու չհուսալքվել։ Բոլոր դժվարություններն էլ հնարավոր է հաղթահարել, հարկավոր է միայն կամք ու միասնություն։ Հիմա ես քայլ կատարել եմ արդեն, որ այսօր արդեն համախմբում են բոլոր կուսակցական լիդերները, կուսակցությունները։ Համապատասխան այսօր մենք քայլ առ քայլ պետք է ուղղվի, որը հետևողական ենք, որ մեր դռները բաց է բոլորի համար, եւ իհարկե ժողովուրդն էլ ոչ թե տունը պետք է նստի չխառնի, այլ պետք է հրապարակում քուեզերի ոչ մի տուն մենակ օրեն ասեն, օրը ասեն։ Ժողովուրդը միասին քու հետևի։ Ինչ որ ասես օրեն կամել։ Հալու են, հասնելու են քեզի։ Ժողովուրդը սա քու հետն է։ Բոլորը միասին։ Որ ուզում ես այ ժողովուրդը լավ ապրի։ Ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում գյուղացիները Գագիկ Ծառուկյանին են տեղեկացնում իրենց մտահոգող առաջնահերթ խնդիրները, դրանք բոլորը դրական արձագանք են ստանում հենց տեղում։ Եթե հնարավորություն կա շպալը ու լարի համար, էլի ժողովուրդը շատ են նեղվում։ Այգիներն ուզում են ավելացնեն, այգի տնեն։ Հենց հիմա կհանձնարարեմ, շպալները կթափեն, կպատրաստեն, ապրիլ մայիսից արդեն համապատասխան, ում հետ որ դին արջան պայմանագրեր կան, բոլորին կբաժանեք իրենց նոր տարածքների չափով։ Գյուղացիները Գագիկ Ծառուկյանին խնդրում են հնարավորության դեպքում վերանայել նաև խաղողի մթերման գինը։ Հարցը եւս դրական լուծում է ստանում անմիջապես։ Եթե համապատասխան դրամի կուրսը կտատանվի, դոլարը կբարձրանա, դրամը կիջնի, էլի ընդունելությունը խաղողի, էլի մենք գինը կբարձրացնենք։ Որ ամենակարևորը մարդը պետք է կարողանա բարիք ստեղծի, մարդկանց օրինակի խոսքը ստանա։ Ես ուզում եմ որևէ չափում օգտակար լինել ազգային ժողովրդին, ոչ թե ճարտար խոսում եմ, այլ իմ պահվածքից, իմ քայլերից դուք զգում եք, որ սիրում եմ իմ հայրենիքը, իմ երկրին, իմ ժողովրդին, իմ ընտանիքը։ Եվ ուզում եմ ինձ նեղություն տալով որոշ չափով օգտակար լինեմ, որ ամեն մարդ այսօր ցանկանում է լավ ապրի, ուզում է աշխատի, գիշեր ցերեկ, տանը իր տունը ծնող պահի, երեխա կերակրի եւ կարողանա կյանքի բարիքներից օգտվել։ Արմավիրցի գյուղացիներին մտահոգող խնդիրները շնորհիվ Գագիկ Ծառուկյանի լուծում են ստանում նաև այս անգամ։ ԲՀԿ նախագահի հաջորդ հանդիպումն Արարատի մարզի խաղողագործների հետ է։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։